Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Ութաֆյանն եմ, բարի առավոտ։ Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ապացուցել են, որ ծրարները թափանցիկ են եղել, հետևաբար քվեարկության գաղտնիությունը չեն ապահովել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի միջնորդության հիման վրա Սահմանադրական դատարանում դատական փորձարարություն է իրականացվել։ Ընտրատեղամասերից մեկի քվեաթերթիկների պարկից վերցրել են մեկական քվեաթերթիկ, յուրաքանչյուր կուսակցությունից ծրարներ։ Մամուլը և սոցիալական մեդիան հեղեղված աննկարներով տարբեր տեսակետից նկարված, որ թափանցիկ են ամբողջությամբ, գործընկերոջս մոտ կա մի շարքը դրանցից, որոշ քանակի մենք ենք գցել հենց մեր միջնորդությանը, որով պահանջել ենք առավոտ թերթներ հրապարակել, այլ որտեղ կա։ Բարձր դատարան ըստ էության 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 ծրար, ոչ թե լույսի դիմաց, այլ եթե ցերեկային որոշակի ուժեղության լույս լինի, լույսի դիմաց չէ, այլ սենց տեսանելիությունը, ապա նույնիսկ այս մուգ ծրարները բաց են թողնում։ Դրա համար, որպեսզի մենք կարողանանք դրանում համոզվենք, այս լույսի տակ չի լինելու, որովհետև ըստ էության այս լույսը սվետադիոդային լամպերն են, որոնք ըստ էության սրա մեջով չեն հասնում։ Ես առավոտյան եւս մեկ անգամ փորձել եմ նայել դայնագրությունները, որը ստացել էինք հասկանալու համար ընտրատեղամասերը ինչ աստիճանի լուսավորվածության են, որովհետև տեղեր կան, որ մութ են, տեղեր կան, որ լույս են։ Ընտրատեղամասերի մեծամասնությունը, քանի որ դա դպրոցներում են եւ այնպիսի վայրերում են, որտեղ սանիտարական պայմանները ենթադրում են լույսի բավարար թափանցելիություն, բավարար լուսավոր են եւ ընտրության ամբողջ այդ օրը ընտրության եղել է բավարար լուսավոր եւ եթե հնարավորություն ունենք որևէ այլ տեղ փորձարարություն կասեմ, ինչ ասեմ, հա, բան լույսի տակ սա դիտարկել, ցերեկային լույսի, չեմ ասում արևի դիմաց շատ հստակ է երևում, ցերեկային լույսի դիմաց ուղղակի դիտարկել, կտեսնենք, որ նույնիսկ այս մութ այս երկու տեսակի ծրարներից մուգն էին բոլորը ես նշեցի, բայց նույնիսկ այս մուգերի մեջ սրանք երևում են։ Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանում 3 նիստի որոշ հատվածն անցել է դրամփակ։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով նախորդ նիստերի ժամանակ որոշվել էր գաղտնի ինֆորմացիաներ կան, այդ թվում նախաքննական եւ պետական գաղտնիք պարունակող, նաեւ գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների, հիմնականում զինծառայողների վերաբերյալ, այդ իսկ պատճառով որոշվել է նիստերը փականել։ Նա հայտնել է, որ գտել են 27800 ստորագրության բացակայություն, մինչդեռ ենթադրվում է, որ ինչքան ընտրող եղել է, այնքան էլ ստորագրություն պետք է լինի։ Իրենք ասում են կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն։ Հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինի լցոն։ Այսինքն համարը չի գնացել։ Կամ այնքան շատ վատ աշխատանք կհեից, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել։ Այսօր Սահմանադրական դատարանում կլինեն եզրափակիչ ելույթները, որոնց համար սահմանել են հստակ ժամանակ։ Դիմողներին երրորդ անձանց կտրամադրեն 25 րոպե, հարակից պատասխանողներին 15 րոպե, հակակոռուպցիոն կոմիտեին 20 րոպե, պատասխանող կողմին 1 ժամ, որը ելույթ կունենա վերջում։ Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, սակայն փորձագետի խոսքով դատական գործն ընթանում է ոչ միայն իրավական ձևաչափով, այլև քաղաքական բարձր լարվածության պայմանում։ Իմ խորին համոզմամբ Սեդա Սաֆարյանն առհասարակ Սահմանադրական դատարանի հետ պետք է որևէ տիպի առնչություն ունենար, դա մեկ, բայց ինքը հավատացեք, գուցե ամենաազնիվն է իրեն դրսևորում այդտեղ նստածներից, որովհետև ի տարբերություն ուրիշների գուցե չգիտի, որ թաքցնի դա։ Հասկանում եք, ինքը չգիտի, որ մինչև վերջ անկեղծ պետք չի լինել։ Ուժեղ Հայաստան դաշինքը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հույս ունի, որ բարձր դատարանը կկայացնի նոր ընտրություն կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու որոշում։ Կարապետյանի խոսքով Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախատեսվում է նաև ընդդիմադիր առաջնորդների հանդիպում հետագա քայլերը քննարկելու համար։ Մենք բոլորս միասին տեսնենք Սահմանադրական դատարանի կախվածության աշճանը այս իշխանություններից։ Հիմա սպասում ենք
Սահմանադրական դատարանի որոշմանը, որովհետև դրանից կախված է ինչ հանդիպում ենք մենք պլանավորում։ Եվ նաև այդ հանդիպմանը կորոշվի Եվ այդ մանդատներ հանդիպման- վերցնել թե ոչ։ Եվ այդ հանդիպմանը մանդատներ որոշելու մենք ժամանակ ունենք, մինչև ամսի քանիս ունենք ժամանակ։ Մինչև հուլիսի ավարտ։ Մինչև հուլիսի վերջը ունենք, մենք այդ ընթացքում նորմալ պայքարելու ենք Պարոն օրինական Կարապետյան, մինչ մեթոդներով։ Իսկ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի համոզմամբ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հիմքեր չկան։ Նրա խոսքով ընտրության արդյունքները վավեր են, քանի դեռ դատարանը հակառակ որոշում չի կայացրել։ Մենք երրորդ կողմ ենք, մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին։ Իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները, Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են։ Նրանց է միանում ինչ-որ առումով նաև միասնության թևերը, այն մյուս երկու ուժերի հետ կապված հանուն հանրապետության և դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իմ կողմից վերնշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։ Ինչու եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ հանրապետության և դեմոկրատիա, օրենք և կարգապահություն կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք և միայն մի կետում իրենց հետ կարելի ասել համաձայն չենք, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերության, այսինքն կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության, մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։ Այնուհետև դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ փակ գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան։ Իշխանյանը նախ միջնորդություն է ներկայացրել դատարանին, խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր պատրաստած վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները։ Նա նաև նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Արցախի արտգործնախարարության նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադադ Բաբայանի պաշտպանները փոխվել են, քանի որ նրանց փաստաբանները չէին կարողացել մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։ Այս ամենի ֆոնին Ադրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարել է, թե Բաքուն բաց է աշխարհի համար անհետ կորած անձանց հարցի վերաբերյալ և վերահաստատում է պատրաստակամությունը այս ոլորտում գործակցելու հայկական կողմի հետ։ Առաջարկում են ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի կերպով տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում նրանց թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն էլ հայտարարել է, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 զինվորի աճը։ Նրա խոսքով անհետ կորած անձանց հարցի լուծումը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի որոշմանը, նշելով, որ իր երկրի պատմության մեջ չկան ցեղասպանության կոտորածների, ճնշումների և գաղութատիրության դրվագներ։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Իսրայելի կառավարությունն ընդունել է ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում, որը արժանացել էր Անկարայի քննադատությանն ու Բաքվի մտահոգությանը։ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե որոշման վերաբերյալ արձագանքի կարիք չի տեսնում։ Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման
թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից, այսինքն արձագանքի կարիք չի։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերացրել է Իրանի ծովային շրջափակումը, որի արդյունքում Իրանն ավելի քան 40 միլիոն բարել նավթ է արտահանել։ Սա ըստ Ղալիբաֆի դիվանագիտության եւ մարտի դաշտում տարած հաղթանակի արդյունքն է։ Ղալիբաֆն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է պատերազմի վերսկսմանը, եթե ԱՄՆ-ն խախտի ձեռք բերված համաձայնությունները։ Նույնիսկ հիմա, երբ մենք բանակցում ենք Ամերիկայի հետ, մենք չենք բանակցում ընկերոջ հետ։ Մենք բանակցում ենք անվստահելի թշնամու հետ, որն անպայման գործողություններ կձեռնարկի մեր դեմ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատերազմը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև Լիբանանում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները եւ անհրաժեշտության դեպքում ազդեցություն գործադրի Իսրայելի վրա, փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման համար։ Բաղայի խոսքով Թեհրանը ԱՄՆ-ի գործողությունները գնահատելու է հենց այդ հուշագրով ամրագրված պարտավորությունների կատարման հիման վրա։ Նեթանյահուն եւ Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտի։ Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Ցախալը դուրս չի գա Լիբանանի տարածքից, քանի դեռ գտնվում է, որ Հեզբոլլահը սպառնում է երկրի անվտանգությանը։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շահարան հայտարարել է, որ Սիրիան ոչ օտար դավադրությունների փորձադաշտ է, ոչ էլ այլոց նկրտումների իրականացման հարթակ։ Ալ-Մայադինի փոխանցմամբ Ալ-Շահարան դատապարտել է նաև Իսրայելի հարձակումները երկրի հարավային շրջաններում շարունակվող ներխուժումների ֆոնին։ Երկուշաբթի օկուպացված Գոլանի բարձունքների մերձակա բնակավայրերի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է իսրայելական ագրեսիաները, դրանք որակելով որպես Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։ Ալ-Շահարան ընդգծել է, որ Դամասկոսը հավատարիմ է երկրի տարածքային ամբողջականության եւ կայունության պահպանմանը։ Եվ վերջում եղանակի մասին, առջևում կրկին տաք օրեր են, տեղումներ այսօր էլ չեն լինի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 12-ին եթերում կլինի ABC լուրերը, կհանդիպենք առայժմ։